Տիկին Գոհար, այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման 110-րդ տարելիցն է եւ մենք տեսնում ենք, որ հիմա էլ հստակ տարվում է քաղաքականություն ուրանալու, մոռացության մատնելու ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել եւ ոչ միայն 100 տարի առաջ, նաեւ 44-օրյա պատերազմում դրանից հետո ձեր խոսքը։ Իմ խոսքը երբեք էլ ուր չի ունենա, ոչ ոք չի կարող հերքել, քանի որ դա իրականություն է եղել եւ Աստծո ձեռանց ամեն ինչ կհարթի ժամանակի ընթացքում։ Սրանք ճահճի մեջի են, տականք են, կեղտոտարն է, որ կմաքրի կգնա ժամանակի ընթացքում։ Իրենց նպատակը ո՞րն է ի վերջո, որ այսպես իրենք գնում են այդ մոռացության մատնելու ճանապարհով։ Իրենք ինչ են ուզում։ Այդ հարցը իհարկե իրանց պիտի տակ, բայց քանի որ արդեն իրանց ճանաչում ենք, իրանք տիպիկ թուրք են, հայգեն չեն կրում, եկել են հենց այդ ծրագրով, որ մեր հայերի վերջ տան, բայց այդպես բան չի լինել, մենք դեռ մեր հայկական գարունները դեռ նոր են գալու։ Մենք մինչև անգամ տեսանք ազգային ժողովում իսկ ծեծկրտուկ դարձավ, երբ ուրացողներին քրեորեն պատժելի, այսպես օրենքի նախագիծ էր բերել ընդդիմությունը։ Դա ինչի ցուցիչ է իրենց կողմից։ Նույնն է ցույց տալիս, որ իրանք ամեն ձևով ուզում են հայությանը վնաս տան։ Այդքան մի բան, բայց իրանք պատժվելու են։ Թող լսեն ու իմանան, իրանց վերջը շատ մոտ է։ Բայց ասում են խաղաղություն ենք բերում։ Այդ խաղաղությունը թող մտնի իրանց տները։ Այդ ձև խաղաղություն ինձ պետք չի, որ պիտի գան ինձ թուրք սարքեն։ Հայ ծնվել եմ ու ավելի շատ պիտի բազմանանք։ Թուրքեր, ես ներողություն եմ խնդրում, որ այս հարցը հենց ձեզ եմ ուղղում, բայց ասում են թուրքերի հետ պետք է վերջը հարևանություն անենք ադրբեջանցիների հետ, խաղաղ համակեցությամբ ապրենք, ինչպես։ Եթե ինձ վնասող ինձանից ներողություն չի խնդրում, ինչի մասին է խոսքը։ Դարեր շարունակ թալանել են, սպանել են ու երբևիցե իրանց արածի համար ներողություն խնդրել են։ Իսկ եթե մեկը հանցագործա ներողություն չի խնդրում, չի պատժում, ինքը շարունակելու է այդ process-ը։ Մենք այսօր տեսնում ենք այլևս Հայաստանն է կանգնած մեծագույն կորուստների շեմին։ Ինչ ունեք ասելու։ Ինչ ունենք։ Ոտքի կհելնենք, ոչինչ։ Ոտքի կհելնենք։ Այսպես չմնա։ Իրանցի ճաքած պատիմոտ էր տարել գործարարներին, բայց իրանցից մեր գործընկերները ռեպորտաժ են պատրաստել, որտեղ այդ նույն բնակիչները խոսում են այն մասին, որ 2 ժամ եթե թույլ տան ադրբեջանցիները, իրենք իրենց հողը կմշակեն, եթե չկրակեն։ Սիրելիս, իրանց սցենար են տվել։ Իրանք այդ սցենար ուզում են իրականացնել։ Ո՞րն է ձեզ այդ սցենարը։ Հայաստանի կործանումն է, բայց չի ստացվել, քանի որ Աստծո գործն անքննելի է, ամեն ինչ հետո կպարզվի։